Սրանք այն մեքենաներն են, որոնք վթարի են ենթարկվել տարբեր ժամանակահատվածներում։ Այստեղ նույնիսկ կան խորհրդային տարիներին վթարի ենթարկված մեքենաներ, որոնց գոյության մասին տերերը մոռացել են։ 2010 թվականի մայիսի 10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 641 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 69 եւ մարմնական վնասված ստացել 939 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների քանակը աճել է 95-ով, բարեբախտաբար զոհերի թիվը նվազել է 9-ով եւ վիրավորների թիվը աճել է 190-ով։ Պետական հաշվառման ենթակա պատահարների մասին է խոսքը։ Թեև ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նախորդ տարիների համեմատությամբ գրեթե չի աճել, սակայն վերջին շրջանում պատահարները բոլորի ուշադրության կենտրոնում են։ Եթե նախկինում վարորդները միմյանց հետ համաձայնության գալով հեռանում էին դեպքի վայրից, այսօր բոլորը ցանկանում են վարույթ իրականացնել եւ պահանջում են վնասի հատուցում։ Բոլորը ցանկանում են կանգնել դեպքի վայրում, բոլորը պահանջում են ճանապարհային ոստիկան, սպասում են ապա կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայանալը։ Ամենաչնչին մարմնական վնասվածքի դեպքում, ամենայն թույլ կերծվածների դեպքում ցանկանում են դիմել բուժհիմնարկություն, օգտվել իրենց իրավունքներից։ Ըստ պարոն Սարգսյանի, վերջին շրջանում գրանցվել է հետիոտների նկատմամբ վրաերթերի նվազում։ 2011 թվականի 4 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 193 հետիոտնի վրաերթեր, որոնց հետևանքով զոհվել է 25 եւ մարմնական վնասվածքներ ստացել 205 մարդ։ Նորիկ Սարգսյանը վստահեցնում է, որ ճանապարհային ոստիկանությունն անում է ամեն ինչ վթարները նվազագույնի հասցնելու համար։ Մեր վարորդների տեսնեն սա ու գիտակցեն, որ իրենք ոչ մի ձևով ապահովագրված չեն, որ չեն հայտնվի այս վիճակում, բոլորը փորձեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոններ, չգերազանցեն սահմանված արագություն, պարտադիր ղեկին գտնվեն սթափ վիճակում։ Լուսինե Խաչատրյան, Հովսեփ Հովսեփյան, IPV։